Մեզ միացավ եւս մեկ լավ ընկեր, Հայաստանի Aikido Karate Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը մեզ միացել, Սենսեյ Դավիթը։ Ողջույն։ Բարի գալուս լուսավորի տաղավար։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Բնականաբար առանձին ձեր գործունեությանը հետևում ենք եւ հետևում ենք այն բոլոր միջոցառումներին, որը կապված է պարոն Բոգարյանի, մեր հարգելի սիրելի Հարութի հետ։ Ասել եք թե լավ ընկերներից մեկն եք եւ ինչպես գտա եւ ինչպես եղավ որ ձեզ կամ դուք համարեցիք իրեն լավ ընկեր։ Միևնույնն է, անկախ ժամանակի տարածությունից լավեր իրար գտնելու են։ Իսկ ո՞րն է լավի չափանիշը։ Ինչ պետք է անի լավ ընկերը։ Նեղ ժամանակ հասնի, լայն ժամանակ կողքդ լինի։ Պետք է ճանաչված լինի, հարուստ լինի, ինչ։ Հրավիրի Ամերիկա, գազեր տանը մնա, ինչ պետք է անի ընդհանուր։ Կամ դուք մնաք իրանց տանը։ Ասեմ, պետք է ընկեր լինի ուղղակի։ Այդ ընկեր ասած ինքը շատ խորը մեծ հասկացողություն է, շատ լուրջ գաղափար է։ Այն որ նշեցիք հարուստ լինի, չհարուստ լինի Ամերիկա, ընդհանրապես դա ինչ էլ հետաքրքիր է։ Ասեմ ավելին չեմ էլ գնացել իր Ամերիկան։ Համոզել եմ մի քանի Ո՞նց, դուք հələ դեռ Ամերիկա չեք։ մի քանի անգամ համոզել եմ, ասել եմ, գոնե 10 օրը գամ ինչ անեմ, ես այդպես բաղված եմ։ Այստեղ ես բավականին մեծ գործունեություն եմ ծավալում, շատ դպրոցներ կան, շատ սաներ կան։ Ենթադրենք գնացինք Ամերիկան ու մեզ շահագրգռեց, չնայած մենք դժվար թե գայթակղվող տեսակ լինենք, որ ինչ-որ հատ գույնավոր լուսեր կամ ինչ-որ ամերիկաներ գայթակղի, բայց այստեղ սերունդ է սպասում ու հավատում մեզ, թող են գնանք Ամերիկա, հետո Սերունդին ինչ սովորացնի է ձերով։ Սենսեյ Դավիթը նշեց, որ այ լավ ընկերը միշտ լավին է հանդիպում։ Չի եղել կյանքում, որ այ վերջո դուք լավն եք, բայց հանդիպել եք, ինչպես ասաց պարոն Ալեքսանյանը, անմշակ ադամանտ ընկերություն։ Տեսեք, ընդհանրապես կյանքում միշտ է լինում, բոլորս է ունեցել ենք, չէ՞։ Որոշակի ժամանակ, ասենք, շփվել ես, ընկերություն ես արել, բայց հետո հասկացել ես, որ ոնց որ դու ես մենակ ընկերը։ Միակողմանի, սղոցի նման։ Տեսել ես, որ մենակ դու ես ընկեր, որովհետև մարդիկ կար, որ հատուկ նյութապաշահամոլ մարդիկ, թե քեզանից ինչ կարող են քաշել, դա հիմա էլ կա մեր շրջապատում։ Ասեմ ես, հենց հիմա էլ մեր շրջապատում կա, ու ես իրանց նայում եմ ոնց որ իրանք կան։ Դիստանցիայով, շատ չես թողում մոտենա, հեռավորություն ես պահում որոշակի, բայց իրանք կան իրանց չափով։ Իրանք պետք է լինեն։ Կան ձեր կյանքում, որտեղ չեն կարող չլինել։ Չեն կարող իրանք չլինեն, իրանք լինելու են։ Մեկը դու ունես քո շրջապատը, միշտ չէ որ բոլոր ընկերներդ ասենք մի հավաքույթի ներկա են։ Կան որ ուրիշ կոպիտ ասած ավելի նեղ մասայով ես քո շրջապատով, կա որ մեծ հավաքույթ է, անկախ ամեն ինչից նրանք ընտեղ լինեն, թե չէ դու ես լինելու։ Ես որ խոսենք լիդերությունից, այ ընկերության մեջ լիդեր ասված, դուք երեք էլ անհատ եք, երեք էլ ուժեղ եք, այնուամենայնիվ պետք է լինի մեկը, որ որպես լոկոմոտիվի դեր տանի ընկերության մեջ շրջապատում, բայց լինում է դեպք, երբ ընկերը չի հանդուրժում, ասում է, չէ, ես պետք է լինեմ այդ լոկոմոտիվը, ես պետք է, իմ խոսքը պետք է ասնի, եւ ու այդպես հակասություններ են սկսում արդեն շրջապատում։ Ձեր պարագայում լիդերությանը ո՞նց եք։ Եվ որպես կանոն դա է լինում պատճառ։ Այո։ Մենք ամեն մեկս մեր գաղափարն ունենք, մեր հասկացողություն ունենք, մեր տեսանկյունն ունենք։ Եթե տեսակ լիներ, մենք իրար ընկերներ չենք։ Ընկերներ չենք լինի, չկա մեր մեջ տես տարաձայնությունը չի լինում։ լինում։ Թելադրանք, էլի ոչ թե այսպես Նման բան եթե լինում է, այդ ընկերությունը երկար չի տևում ու քայքայվում է, որովհետև երբ որ ինչ-որ մեկը իրան լիդերը համարվում դրա մեջ ու արդեն ինքն է ասում, բացառված է, ինքը չի մնատե։ Կամ մենք չենք մնատե։ Ցանկացածից մոտ է կարա տես բան լինի։ Բայց տեսեք, ասենք իմ ընկերության մեջ կան այնպես մեծություններ, որ ես իմ համար մեծություն են իրանք։ Անկախ ամեն ինչից իմ ընկերն է, թե չէ։ Տարիներ շարունակ 25 տարվա իմ ընկերն է Ալեքսանյանը, բայց իմ համար ինքը մեծություն է միշտ էլ ու տենց է կմնա։ Ասենք բառը ասում, որ դու չես կարա չհամաձայնվես, ոչ թե ինքն է որ դրա համար, այլ չէ, նախ այդ հարգանքը այնքան մեծ է, ու դրա մեջ լիդերություն ես չեմ տենում ընդհանրապես։ Չէ, բայց կան չէ ընկերներ, որ միտումնավոր ուշանում են հավաքույթից, վերջում ասում վերջում ես մտնում, վերջում ես եկա, թող բոլոր ինձ սպասեն։ Բայց մեր մոտ էլ հակառակն է։ Այդ վերջի եկողից համարը սպանում ենք։ Վերջի եկողը միշտ պրոբլեմ ունի։ Ինքը տուժ ունի, այնքան պետք է ուտի ու խմի, որ հասնի մեզ։ Դա էլ կա։ Տանջվում են։ Ասենք ենթադրենք։ Մենք որ ասում ենք 7-ին 640 բոլորը գալիս են։ Այդ կարգի ասել, բայց այդ հարցում դա իրա դրածն է։
Իրան երբ ասես Ալեքսան ժամի 7-ին պետք է ասի տեղին, 7-ին 10 պակաս ընդեղ ու զանգում է։ Ես դու չես հասել։ Ասում եմ մի րոպե է մնացել, բայց չես հասել։ Արդեն Այս դասիրակությունը հիմա մեր ֆեդերացիայում, մեր դպրոցում մանկուց է լինում։ Երբ որ դու պետքա 10 րոպե շուտ գնաս, բայց մի րոպե ուշ չգնաս, որովհետև երբ որ օրինակ եմ բերում, ենթադրենք փիլիսոփայության դաս ենք անցկացնում հոգեբանություն, ու ասում ենթադրենք ես գնացել եմ միտեղ, ու ասել եմ ժամը 6-ին 10 հոգի կգաք այստեղ։ Դուք գալիս եք ու ես ձեր օգնության կարիքն ունեի, գալիս եք տենում եք ձեր սենսեին սպանել են։ Կներեք ձեզ։ Կա 10 րոպե շուտ գայիք, չսպանեին։ Սա հիմնականում պետքա մանկուց բոլորի մեջ սերմանվի այդ ուշ չգնալ, շուտ գնալ։ Իմիջայլոց ասեմ, բանը շատ մեծ սերունդ է գրթում, սենց է Վատանեսյանը, ու հոգեբանությունը սովորացնում նաև, որ հոգեպես ու մենակ բանը չէ, ֆիզիկապես չէ։ Համար մեծանալ է, Գրթումը հոգեպես է գրթում, հոգով ուժեղ լինի։ Այդ ֆիզիկան գտնի սաղիրատ է։ Դեկորատիվ ուսմունք է, դա գիտենք։ Փորձենք հասկանալ, արդյոք կարող է լինել ընկերություն առանց շահի։ Առաջարկում եմ յուրաքանչյուրս 2 թիվ է ասում եւ ձեզանից մեկն ու մեկը ով համարցակ է ավելի, հավաքում է թվերը, միանում ենք պատահական հեռուստայտողներից մեկին եւ փորձում ենք այդ հարցը, արդյոք գոյություն ունի ընկերություն առանց շահի։ Պարոն Բոգայանն է վերցրեց այս պարտականությունը եւ հիմա իր հեռախոսի մեջ բասեն օպերատորը թվերը հավաքեցին։ Յուրաքանչյուրս հիմա 2 թիվ կներմուծենք եւ տեսնենք։ Մի ես որ 99 հավաք է բարձր չասեմ։ 99-ը կարող եք ասել, ամբողջական չէ։ Ահա, ես փոխեմ 1 թիվ դու, 1 թիվ ես։ Գոլդ համար եղավ։ Եվ զանգը հավաքում եք դուք արդեն, խնդրեմ։ Լողանում է։ Հավաքած համարը գոյություն չունի։ Մեզ օգնության ասավ Ստենսեի Դավիթը։ Եղբայր ջան, ողջույն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հիմա մենք հաղորդման հյուր ենք Այո։ ու բարձրախոսով հարցնում ենք թեման սենց է, արդյոք կարա տղամարդկանց մեջ լինի ընկերություն առանց շահի։ Ու ես գտել եմ, որ դու կարաս պատասխանես այս հարցին։ Տղամարդկանց մեջ Այո, ընկերություն առանց շահի, իհարկե կարող լինի, բայց շատ քիչ։ ապրի ընկերս։ Մենք սիրում ենք քեզ։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում։ Իսկ ինչի քիչ էլի։ Դա արդեն երկար խոսալ է, հիմա որ խոսան ձեր ծրագիրը չի հերիքի, որովհետև այսօրվա կյանքը ցույց է տալ։ Լավ, ես կշարունակեմ, շնորհակալ եմ։ Խնդրեմ ախպերս։ Աստուն լինում է, բայց քիչ։ Այո։ Որովհետև այսօրվա կյանքը որպես ամփոփում ցույց է տալիս, որ առանց շահ ընկերություն քիչ է լինում։ Ցավոք սրտի։ Ձեր վախտը բերես Ես քչեին եք հանդիպել։ Ես մի հատ ոսկի կանոն կասեմ։ Ընկերություն, օրինակ, երբ որ ինձ հարց են տալիս առանց շահի ընկերություն, իմ շահը գիտեք իմ ընկերության որն է, որ ինքը արդեն իմ ընկերն է, այդ իմ շահն է։ Արդեն ինքը իմ ընկերն է, Դա արդեն հարստություն է։ Մեկ հարց ուղղված բոլորիդ պարոնեք, դաս որ քաղել եք ընկերությունից, ընկերոջից, շրջապատից, դաս։ Մենք միշտ էլ դասեր քաղում ենք, բայց քանի որ մեր սիրտն ու մեր հոգին լրիվ ուրիշ տիպի է, հա, մենք ինչքան էլ դասերը քաղենք, երբ որ մեկը ինչ որ էլի հենց այդ մեզ դաս տված ընկերը էլի մի հատ խնդիր լինի կամ ինչ որ մի հատ զանգ լինի, էլի գնալու ենք այսպես արևես կանգնելու ենք։ Այդ դասերը մեր վրա ոնց որ չել աշխատում մեր սապի մակրությունից։ Հենց դադարենք դասեր ստանալուց։ Այդ ժամանակ կդադարի մեր ընկերությունը։ Դա ես կարծում քանի ընկեր է դու իրանից անընդհատ դաս ես թաղում։ Իհարկե։ Անընդհատ Լավ թե դաս ես վատ։ թաղում, լավ թե վատ, այո։ Որտեղ իր կյանքի էքսպերիենսը չգիտեմ հայերեն։ Փորձառություն։ Փորձառությունը քո համար դա դաս է արդեն։ Չէ՞ որ միտեղ մի հարցում, երբ որ դու գնում ես միտեղ, ընկերոջդ հարց ես տալի, ոնց սրա տակից դուրս գա։ Ինքը իր կարծիքը երբ որ հայտնեց, դա արդեն դաս է քեզ համար, դա փորձառություն է։ Մեր հայրականության մեջ հայ տղամարդիկ, մեր շատ սիրելի, հա, այնուամենայնիվ ունեն նման ձևակերպում, 5 անգամ տեսածին, 1 անգամ թե այդ մարդու հետ նստած այսպես կերած խմած լինեն, մեր ընկերն է, այդ Կամ մեր հասկացողությունը թակավոր ախպերն է։ կա,
Այսպես անկախ ամենից։ Մենք կանայքս կարծես ամեն մեկին մեր ընկերուհին չենք ասի, բայց դուք յուրաքանչյուրը մեր ընկերն է։ Այ սա ինչի մասին է։ Չէ, դուք սխալ ասացիք, դուք։ Մենք չէ, մենք այդտեղ չենք օգտագործում այդ բառերը։ Եթե հիշում եք, ես հաղորդման սկզբից ասացի, որ շատ ժամանակ մարդիկ օգտագործում են բառը, չհասկանալով այդ բառի իմաստը, այսինքն իրանք հետևանքն են օգտագործում, բուն պատճառը չիմանալով։ Մեր ընկերն է, մեր թակավորը աղբերն է։ Բայց ես բացատրեցի, չէ, ընկերությունը որտեղից է գալիս, Բայց բոլորին ընկեր չեն ասում։ Ընկերն է ասում մեր ընկերն է, ընկերոջ ընկերն է լինում։ Ահա ընկեր պատասխանատու է, չէ՞։ Դեր անունը չլիտի, ասում է մեր ընկերն է, ընդհանուր ընկեր։ Հետո ասում ա գնայր սամոթ ոնց է։ Հա, շատ ճիշտ ես ասում ու ասեմ այդ իրականում այդ ընկեր բառը շատ խորի իմաստ ունի, շատ վեհ գաղափար է ինքը։ Ինքը ընկեր այնքան լուրջ հասկացողություն է, որ ամեն մեկին չես կարող ընկեր կոչես։ Իմ ընկերոջ թերություններն ու թուլությունը ու պարտավոր եմ, ես իրան անպայման ասեմ։ Բայց այդ ձեր ասած այդ մեր ընկերն է, ես իրան կյանքում չեմ ասի, որովհետև կարող է այդ մարդը ճիշտ չընդունի, չհասկանա։ Իսկ եթե իմ ընկերն է, ես առաջերտին ես պետք է ասեմ իր թերություններն ու թուլությունը, որովհետև իմ ընկերն է, ինքը պետք է ինձանից լավը լինի։ Ոնց որ ես եմ մտածում, իմ աշակերտը պետք է ինձանից լավը լինի։ Իմ ընկերն է պետք է ինձանից լավը լինի, ու ես պետք է ամենտեղ իմ ընկերոջը բարձրացնեմ, ամենտեղ նույնիսկ անկախ ամեն ինչից ինքը սեղանի շուրջը, ինքը սեղանի շուրջը, ինքը տարածքում։ Դա պատիվ է։ Էսի դավոս կենաց ասել, գիտեք, չէ՞։ Այո, վանարձի Շնորհակալ եք պարոնայք, շնորհակալ եք որ եկաք քեզ։ Եվ կարծում եմ եւ վստահ եմ, որ մեր հետևորդները այսօրվա դասից լավ ընկերության դասից շատ լավ բաներ կարծեցին։ Ընկերության թեմայով կարելի է նույնիսկ գիրք ու ֆիլմ նկարել, բայց կսահմանափակվենք այսքանով։ Դասախոսությունը ավարտենք փակված։ Միշտ կարող տեսնենք, միշտ լավ ընկերներով շրջապատված լինենք։ Շնորհակալ եք, իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։